Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 10-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե Վենեսուելան ակտուալ թեմաների մեջ է Ուկրաինան, բայց Իրանը մեր հարևանն է, Իրանի հետ կապված զարգացումները շատ կարևոր են մեզ համար, հիմա դրան անդրադառնանք։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արի Լարիջանին հայտարարել է. Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմադրություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության։ Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար։ Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի, ասել է Լարիջանին։ Այսինքն լի են վճռականությամբ, նաև ուժ կիրառելու, ինչպես տեսնում եք, մանավանդ զոհեր են լինում, անգամ պաշտոնյաներ են զոհվում, այնպես որ զարգացումները շատ թեժ են։ Հիմա տեսնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների արձագանքը։ ԱՄՆ-ում բնակվող Իրանի տապալված շահի որդին Ռեզա Փահլավին իրանցիներին կոչ է արել անցնել ավելի նպատակաուղղված բողոքի գործողությունների, նպատակ ունենալով գրավել և վերահսկողության տակ պահել քաղաքային կենտրոնները։ Մեր նպատակը պարզապես փողոց դուրս գալը չէ, մեր նպատակը պատրաստվել գրավել և պահել քաղաքի կենտրոններն, հայտարարել է Ռեզա Փահլավին։ Փահլավին կոչ է արել իրանցիներին, մասնավորապես տնտեսության հիմնական ոլորտների աշխատողներին, համընդհանուր գործադուլ անել, կոչ է արել իրականացնել բողոքի նոր գործողություններ, հավելելով, որ ինքն օրերից մի օր նույնպես պատրաստվում է վերադառնալ հայրենիք, ինչն իր կարծիքով շատ մոտ է։ Ռեզա Փահլավին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. «Դուք ապացուցել եք, որ դուք խաղաղության մարդ եք և ձեր խոսքի տերը։ Խնդրում եմ պատրաստ եղեք միջամտել օգնելու Իրանի ժողովրդին»։ Հիշեցնելով փողոցներում պայքարող Իրանի միլիոնավոր քաղաքացիներին, Փահլավին ընդգծել է, որ այժմ նրանք բախվում են ոչ միայն կրակոցների, այլ նաև համապարփակ հաղորդակցման արգելափակման առանց ինտերնետի և հեռախոսների։ Փահլավին այս արգելափակման հետևանքով լուրջ մտավախություն ունի, որ իշխանությունները պատրաստվում են հետագա բռնություն կիրառել, օգտագործելով այդ արգելափակումը, որպեսզի սպանեն երիտասարդ ցուցարարներին։ Հիմա խնդիրը որն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինչպիսի լարվածություն է Իրանում, իդեպ երբ որ ես խոսում եի, որ ժամանակ են մերոնք գտել, որ Իրանի փոխարտգործնախարարն ընդունեն և խոսան պայմանավորվածությունների մասին այս վարչակազմի և խոսեն ռազմավարական գործընկերության մասին, իմ հետևորդներից մեկը գրել է, ասում է, բա ի՞նչ ա, որ փոխարտգործնախարարը եկել էր, չընդունեին, բա ամոթ չէր։ Ժողովուրդ ջան, կարելի է փորձել արդարացնել հիմարությունը, բայց այն աշճանի չարդարացնել, որ հիմար դրության մեջ ընկնել։ Եթե փոխարտգործնախարարը որևէ երկրի գալիս է քո երկիր, նախ դու պետք է պատրաստ լինես նրան ընդունել։ Հենց դու պատրաստ ես նրան ընդունել, դա արդեն ահազանգ է, որ դու սատարում ես օրվա ռեժիմին։ Ու անկախ նրանից օրվա ռեժիմը կարող է իր իշխանությունը պահել թե ոչ, եթե պահի արուն թափելով, անիմաստ տեղը դու դառնում ես արուն թափող իշխանության սատարող, որ քո ինչին է դա պետք։ Պետք չի արդարացնել ամենահասարակ բանը, այնպես չի, որ նա տոմսն առել է ու թռել է։ Նույնիսկ եթե նախապես պայմանավորված լինեն օր ու ժամ հանդիպման, դա ճշտում են վերջի պահին։ Հայաստանից կարող էին շատ հանգիստ ասել, գլուխներդ խառն ա, ժողովուրդ ջան, զբաղվեք ձեր գործերով, կավարտեք, տեսնենք ինչ ալնում, կհանդիպենք, կխոսենք։ Պետք չի դրա մեջ արդարացում գտնել։ Բայց հիմա նայենք Փահլավիի արածը։ Նախ ասեմ, որ իմ կարծիքով բավական ինտելեկտուալ, գրագետ, հարավային Կալիֆոռնիայի համալսարան ավարտած, լուտ ռազմական օդաչու, վերջապես շահի տանը ծնված անձնավորությունը մի հատ գոնե քաղտեխնոլոգ պետք է ունենար։ Եթե գումարը չի հերիքում, որ ինքը պահեր ԱՄՆ-ում, ձրի քաղտեխնոլոգ Հայաստանում լիքն է, ուղղակի կարող էր միանալ և իմանար ինչ է անում։ Եթե ինքը Ամերիկայում է գտնվում և Ամերիկայից կոչ է անում ջարդեք, փշրեք, փողոց դուրս եկեք, էս արեք, գործադուլ արեք եւ այլ, դա շատ վատ է նայվում։ Եթե դու Ամերիկայից դիմում ես Ամերիկայի նախագահին, որ միջամտի իմ երկիր, դա շատ վատ է նայվում։ Դա դիտարկվում է, որ դու դրածո ես, որովհետև եթե դու կգտնվես Թեհրանում, այն դեպքում, երբ որ ես օրինակ բերել եմ, որ
Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ինքը կյանքը վտանգելով դիմել էր Իրանի իշխանությանը եւ ասել էր պատրաստ եմ գամ որպես ռազմական օդաչու նստեմ իմ հայրենիքին պաշտպանեմ, իսկ այնտեղ շատ քիչ հավանականություն կար, որ նա կարողա ողջ մնալ, նույնիսկ կարողա գլխին սարքեին էլ, եթե նույնիսկ ինքը շատ վարպետորեն կռվեր, այսինքն ուզեմ ասեմ խոսքը իր անձի մասին չի, խոսքը վերաբերում է նրան, որ դու գտնվելով Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների նախագահին դիմում ես, ասում ես ուշ կիրառի իմ հայրենիքում, դա շատ վատ է նայվում, դու գտնվելով Միացյալ Նահանգներում, դեռ չես գնացել հայրենիք, ասում ես շուտով կգամ, կոչ ես անում դուրս եկեք փողոց, մանավանդ մտահոգությունից ես խոսում, որ կարողա դուրս գաք եւ ձեզ ճնշեն, հատկապես սպանեն երիտասարդներին, որովհետեւ արգելափակում են ինտերնետը Սա ինձ հիշեցրեց մի հին պատմություն, որ 1979 թվականին, երբ որ ԱՄՆ-ի վարչակազմից արդեն դժգոհ էր Խորհրդային Միությունը Աֆղանստանի նկատմամբ, վատ հարաբերություններ չունեին, բայց շատ լարված վիճակ էր Խորհրդային Միությունը անընդհատ զիջումների էր գնում տարբեր տեղեր, իր համար շատ ծանր հարված էր 1978 թվականին Քեյփ Դեվիդի երկու համաձայնագրերի կնքումը, որտեղ իրանք կորցրեցին, որտեղ Եգիպտոսը եւ Իսրայելը ստորագրեցին խաղաղության համաձայնագրեր, 79 թվականին արդեն Վաշինգտոնում էր խաղաղության պայմանագիր, այսինքն Խորհրդային Միության դաշնակից Եգիպտոսին ինքը կորցրեց։ Չինաստանը այդ ժամանակ մտավ Վիետնամ, իսկ Վիետնամը Խորհրդային Միության համար բարեկամ պետություն էր։ Չինաստանի հետ հարաբերությունը լարված է։ Ընդհուպ մինչև ցանկացած բախում կարող է տեղի ունենալ։ Այսինքն Իսրայելը մի կողմից, Չինաստանը մտավ Վիետնամ մյուս կողմից։ Եվրոպան փաստաթուղթ ստորագրեց Միացյալ Նահանգների հետ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ տեղակայելու Եվրոպայում։ Ժամանակին մարդիկ կհիշեն ավագ սերունդը Pershing 1, Pershing 2 հրթիռների մասին է խոսքը։ Այսինքն ամեն տեղ ինքը կորցնում էր եւ հետո պրովոկացիան սարքեցին իր գլխին եւ ինքը մտավ Աֆղանստան։ Իդեպ այդ սկզբնական շրջանում հետագա Ջիմի Քարտերը հայտարարություն արեց նախագահ 39-րդ, որ քանի որ մտել են Աֆղանստան, մենք օգնենք մոջահեդներին, բայց գաղտնի փաստաթղթերը ապացուցում էին, որ իրանք 6 ամիս առաջ արդեն դիրեկտիվա ունեին օգնել մոջահեդներին, այսինքն նաև սարքել Խորհրդային Միության գլխին, որպեսզի Խորհրդային Միությունը մտնի Աֆղանստան, բայց սա ինչի համար հիշեցի։ Իրանք որպեսի հիմնավոր առիթ ունենան, ԱՄՆ-ից դժգոհ էին, Բաբրակ Կարմալը, որ ժողովրդադեմոկրատական իրանց կուսակցությունը, մարքսիզմ-լենինիզմի գիծը շարունակող կուսակցություն էր այնտեղ, իրանք որոշեցին, որ Բաբրակ Կարմալը դիմի իրենց եւ իրանք զորք մտցնեն, ասի եկեք օգնեք, բայց այդ ժամանակ շատ պատահաբար Բաբրակ Կարմալը գտնվում էր Տաշկենտում, հեռագիրը տվեց Տաշկենտից, այսինքն Խորհրդային Միության տարածքից, հետո գնաց Մոսկվա եւ Աֆղանստան մտնելու ծրագիրը մշակում էին, ու դա շատ վատ դիտվեց, որ այսինքն դու դրսից մարդ բերեցիր մեր վրա, այսինքն եթե դու ներսում ելնեիր, բայց ինքը չէր ասում, որ ինքը ներսում չի, չէր ասում, որ ինքը Աֆղանստանից չի դիմե, Խորհրդային Միությունն ասեց, բա մեզ դիմել է, մենք էլ գնացել ենք, որտեղից էր դիմե, Խորհրդային Միությունում գտնված ժամանակ դիմել էր, ասել էր եկեք Աֆղանստան օգնենք, ես ինչի եմ ասում, որ նաև 79 թվականին Խորհրդային Միությունը, երբ որ այդ հարցերը առաջ էր տանում, նաև չմոռանանք, որ ինքը դեկտեմբերին է մտել Աֆղանստան, իսկ հունվարին, փետրվարին էր հիմնական գործողությունները 70 թվականին, նաև Իրանում, շատերը միշտ խոսում են նրա մասին, որ Իրանը հակաամերիկյան հեղափոխություններ, այսինքն որ Ամերիկայի ազդեցությունից դուրս գա, բայց մոռանում են, որ ինքը հավասարապես մարքսիզմ-լենինիզմը համարում էր նույն չափի թշնամի, այսինքն նրանք կոմունիստներին դատում էին, գնդակահարում էին, այսինքն նրանց համար հավասարապես Խորհրդային Միությունն էլ էր թշնամի։ Ուղղակի ուզում եմ ասեմ, այդ մթնոլորտում իրան առիթ էր պետք մտնելու, բայց այդ առիթը, որը տվեց Աֆղանստանի
Մարքս-Լենինյան կուսակցության, այսինքն ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարը, դա շատ վատ առիթ էր։ Կուզենայի, որ գոնե Ռեզա Փահլավին ուշադիր ելներ, այդտենց բաներ չանի, որ ինքը Ամերիկայից դիմի Ամերիկայի նախագահին, թե զորք մտցրու, ինքը Ամերիկայից դիմի ժողովրդին, ասի դուրս եկեք փողոց, ուշ կիրառեք, գործադուլ արեք, համընդհանուր գործադուլ արեք եւ այլ եւ այլ։ Կգնաս կհասնես տեղ, այդ ամեն ինչը տեղից կասես։ Մարդիկ կտեսնեն, որ եկել ես եւ պայքարում ես այդ ամեն ինչի համար։ Այս ուղղակի իմ կողմից խորհուրդ, եթե կլսեն, չէ, մեկը ինձ լսողները լսում են։ Այսինքն իրավիճակը պատկերացնում եք ինչքան լարված է Իրանի հետ կապված, արդեն ռեյսերը չեն թռնում Թեհրան, Երևան, արդեն այնտեղ մենք կարող է խնդիրներ ունենանք, նաև բեռնափոխադրումների հետ կապված շատ դժվարություններ լինի, վախենան այնտեղով ապրանք անցկացնեն։ Միշտ մենք պետք է հիշենք, որ մենք վտանգ ունենք, որը որ կարող է մեր գլխին սարքեն, կարող է դա տեղի չունենա, բայց իշխանությունը պարտավոր է հավանական բոլոր ռիսկերը գնահատել եւ ռիսկերը կառավարել։ Մենք կարող ենք հայտնել մի քանի կարծիքներ, ինքը կարող է լսի հարյուրավոր կարծիքներ, բայց որոշում կայացնի առանց սխալվելու իրավունքի, որովհետև սխալը մեր երկրի համար կարող է արժանալ պետականության կորուստ։ Իսկ երբեք չմոռանաք, որ մեր հարավում գտնվում է Ատրպատականը, այնտեղ էթնիկ ադրբեջանցիներ են, որ մի քիչ խորանանք, ընդհանրապես իրանք ընդհանրություն չունեն Ադրբեջանի հետ, բայց շահերի ընդհանրության հետ կապված ասում են մենք նույն ազգն ենք եւ պարբերաբար նրանց ոտի են հանում Իրանի իշխանության դեմ ու չմոռանանք, որ անգամ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կանգնեց ու ասեց, եթե հանկարծ Իրանը ցանկանա հանդլայնվել, մենք ոտի կհանենք ադրբեջանցիներին եւ կկանգնացնենք իրանց ընթացքը։ Եթե դա նույնիսկ մեզ չէր վերաբերում, մենք պետք է հասկանանք, չէ, որ դա մեզ ինչքան է վերաբերվում։ Փողի առաջ կանգ չի առնի Ադրբեջանն ու Թուրքիան, որ ասի, եթե վիճակը խառնվեց, մի քիչ լարվածություն եղավ, արագ ստանցեք լցվեք Հայաստան։ Այդ ով պետք է կրակի։ Այդ որ պատերազմի ժամանակ հարևան երկիր չեն մտել։ Այդ ով է կրակել որ։ Ով է դրա դեմն առնելու։ Ռուս սահմանապահը թե հայ սահմանապահը։ Երեխեն գրկած սահմանն ասնող կնոջ վրա կրակելու է հայ սահմանապահը։ Իսկ դա ցանկացած բայց դա ասված երբեք նման բան չլինի, բայց նման կարգի մտավախություն պետք է միշտ հաշվի առնել։ Եթե ամեն ինչ փորձարկում են Հայաստան լցվելու համար, եթե դատապարտում են Հայաստանի, որ 300,000 ադրբեջանցուն ինչի չես բերում, եթե այդ ամեն ինչը իրանք մտածում են ինչ անեն մեր գլխին սարքելու համար, դա էլ տարբերակներից մեկն է։ Մենք պատրաստ լինենք, թող դա չլինի։ Բայց պարտավոր ենք ամեն ինչ հաշվի առնել այն լարվածությունը, որը կարող է լինել։ Առավել ևս, եթե այնտեղ արևմտամետ ուժերը հաղթեն, դա մեզ համար իդեալական է, եթե մենք իսկապես ձգտում ենք արևմուտքի հետ հարաբերություն լավացնելու։ Այսինքն դա մեզ համար իդեալական կլինի, մեր հարևանը լինի արևմտամետ թիմի հետ աշխատող, թե Եվրոպա, թե Ամերիկա։ Բայց եթե հակառակ կողմն էլ լինի, հակառակ կողմը ասենք արյուն թափելով իշխանություն պայ, կարող դա երկար չլինի, չգիտես ինչ կլինի, էականորեն փոխվելու է մեր վերաբերմունքը մեր հարևանի հետ։ Կարող ենք մենք հետ քաշվել ասելով այնտեղ իշխանությանը մենք իր հետ ենք աշխատում, բայց երբ որ դու արդեն զորակցություն ես հայտնում այս պահին, դու մեխանիկորեն դառնում ես կոնֆլիկտի կողմ, մի բան, որ քեզ բացարձակ չի վերաբերվում։ Հիմա շարունակենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին մեղադրել է երկրում աճող բողոքի շարժումը խթանելու մեջ, միաժամանակ մերժելով ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո ուղղակի արտաքին ռազմական միջամտության հնարավորությունը։ Ահա թե ինչ են հայտարարել ամերիկացիներն ու իսրայելցիները, որ նրանք անմիջականորեն միջամտում են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նրանք փորձում են խաղաղ բողոքի ակցիաները վերածել պառակտիչ եւ բռնի բողոքի ցույցերի, ասել է Արաղչին։ Նախարարը հավելել է, որ Իրանի դեմ ռազմական միջամտության հավանականությունը ցածր է, քանի որ դրանց նախորդ փորձերը լիակատար ձախողում են ունեցել։ Հիմա տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփը ասում է, ես կհարվածեմ, եթե այնտեղ ժողովրդին սպանեն։ Բայց հարցը ցակում, եթե դու որոշել ես հետ քաշվես, ուղղակի ցանկանում ես զբաղվել Ամերիկայով, Ամերիկա աշխարհամասով դա ես համարում քո գերակա շահը,
Հիշել ես Մոնրոյի դոկտրինը 1823 թվականի 5-րդ նախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջեյմս Մոնրոյի այս ամեն ինչի պարագայում մեկը հարցնի, բա ասում ես Եվրոպայից օվկիանոս է բաժանում, Իրանից օվկիանոս չի բաժանում, ինչ գործ ունես Իրանի հետ։ Եթե այդպես է, ուրեմն այդպես է, գնա զբաղվի Ամերիկայով։ Եթե Եվրոպային նեղացնելու ես, ինչ գործ ունես Իրան, բայց Իրանին դու պատրաստ ես հարվածես մի բանի համար, որ հանկարծ Իրանը Իսրայելին չհարվածի։ Բայց հիմա նշանակում է հենց դու Իրանին հարվածես, Իրանը անմիջապես Իսրայելին է հարվածելու։ Դրա համար պատկերացեք Ամերիկան ասում է, ես կհարվածեմ քեզ, եթե ժողովրդին սպանես, ասում է ես փոքր եմ համարում հավանականությունը։ Անգամ չի ասում, տեսնում եք Ամերիկան մեզ սպառնում է, ասում է ես հավանական չեմ համարում։ Այսինքն ուզում է ասի, որ եթե դու այս պահին ուզենաս Իսրայելին օգնելու պատրվակով Իրանին հարվածես, մենք հենց Իսրայելին ենք հարվածելու։ Դժվար չի տողատակերը հասկանալ։ Այլապես ո՞նց եք բացատրում արտգործնախարարին Ամերիկայի նախագահն ասում է կխփեմ, ինքը ասում է հավանականությունը մեծ չի որ կխփեն, որտեվ պատասխան կստանան։ Ու չի ասում Ամերիկան մենակ պատասխան կստանա, հոգնակի է ասում, այսինքն խփելու եմ Իսրայելին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրել է Միացյալ Նահանգներն Իրանի քաջարի ժողովրդի կողքին է։ Այն ինչ որ հիմա Միացյալ Նահանգները ասում է, բայց քանի որ Միացյալ Նահանգները նաև ծավալվել է շատ տեղեր կոնֆլիկտների մեջ, պետք է հասկանա, թե ոնց է դրա տակից դուրս գալու։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ հայտարարության մեջ ասված է. Մենք խորապես մտահոգված ենք իրանական անվտանգության ուժերի կողմից բռնության մասին հաղորդումներով եւ խստորեն դատապարտում ենք ցուցարարների սպանությունը։ Մենք կոչ ենք անում իրանական իշխանություններին զսպվածություն ցուցաբերել։ Այսինքն այն ակտիվ եռյակը եվրոպական, չասեմ Եվրամիության, որտեղ Մեծ Բրիտանիա Եվրամիության անդամ չէ, ակտիվ եռյակը, այս էլ որ երրորդ անգամ է, սատարում է Միացյալ Նահանգների ծրագրին։ Դա վերաբերվել է նաև Իրանի հետ կապված միջուկային հարցերում բանակցություններում շատ էր փորձում Իրանը տարանջատի եռյակին Ամերիկայից հետներն առանձին բանակցի եւ համաձայնության գա, իրանք ցույց տվեցին, որ ոչ, ինչքան էլ մենք տարաձայնություն ունենանք Ամերիկայի հետ, Իրանի հետ կապված հարցում կամ Ամերիկայի շահերի հետ կապված հարցում մենք չենք բաժանվի եւ առիթ օգտագործենք, որ Իրանը մանևրի Եվրոպայի եւ Ամերիկայի միջև։ Այսինքն այս հայտարարությունը դա ուղիղ սատարում է։ Բացի այն, որ իրանք դե պարզ է, իրանք ասում են, ես ինչ ես անում, սպանում ես, եվրոպական երկրներին կարան այդպես ասեն, բայց համատեղ այս հայտարարությունը ընդունենք որպես Միացյալ Նահանգների ծրագրին սատարել։ Իսկ հիմա տեսնենք, իսկ Միացյալ Նահանգներն ինչ անում այդ դեպքում։ Նայենք Գրենլանդիայի հարցը շատ լարված է, որովհետև դա նոր աշխարհակարգի հետ կապված մեծ խնդիրներ է առաջացնելու, եթե Միացյալ Նահանգները համառորեն գնում է այդ քայլին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային եւ դրան կհասնեն այս կամ այն կերպ։ Պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին, նա հստակեցրել է, որ այժմ ամենայն լրջությամբ չի դիտարկում Գրենլանդիան գնելու ինչ որ ձևի հնարավորությունը։ Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է ես խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ որ բան անել Գրենլանդիայի հետ, ուզեն թե չուզեն, որովհետև եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան։ Իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ Ռուսաստանը կամ Չինաստանը։ Ես կցանկանայի գործարք կկնքել, գիտեք, ամենապարզ ձևով, բայց եթե մենք չկարողանանք դա անել, ապա կգնանք բարդ ճանապարհով, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թրամփին խնդրեցին բացատրել, թե ինչու է նա հատկապես բարձրացնում Գրենլանդիայի Միացյալ Նահանգների կազմի մեջ մտնելու հարցը, հաշվի առնելով, որ Վաշինգտոնն արդեն իսկ ունի կղզում եւ շրջակա ջրերում գործնականում ցանկացած ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորություն։ Որովհետև ինչա պատասխանում Թրամփը, երբ մենք ենք տիրապետում, մենք պաշտպանում ենք այն, դուք նույն կերպ չեք պաշտպանում այն, ինչ վարձակալում եք, դուք պետք է տիրապետեք դրան, ասել է Թրամփը։
կտրականապես մերժելի տեսակետ, որով փորձում է ինքը արդարացնել, որովհետև ինքը ընդեղ ունի բազա, ինքը ունի պայմանավորվածություն ՆԱՏՕ-ի շրջանակներում Դանիայի հետ, ինքը շատ հանգիստ կարող է նաև ծավալվել, ինչքան ուզենա նրան չեն խանգարում, եւ խոսել նրա մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ Գրենլանդիայի վրա կհարձակվեն Ռուսաստանն ու Չինաստանը, դա ուղղակի ծիծաղ է շարժում, որովհետև իրանք դա չեն անի։ Բայց դա իրան պարզապես պետք է ասելու նրա համար, որ որպեսի Չինաստանն ու Ռուսաստանը չօկուպացնեն, ես եմ ուզում օկուպացնեմ։ Բայց հարց է ծագում, նայել ես քարտեզին Վաշինգտոնից մինչև Գրենլանդիա քանի կիլոմետր է։ Նայել ես այդտեղից մինչև Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս քանի կիլոմետր է։ Ընդեղ ասիր գնանք, գողանանք, բերենք, առևանգենք, նախագահին բերենք, մնացած հետներն աշխատենք, նավթ առնենք, էս անենք, այն անենք, բա ինչի՞ չասեցիր Վենեսուելան դարձնենք 51-րդ նահանգ։ Չէ՞ որ Վենեսուելայի հետ կապված առարկայական շահեր ունի եւ Ռուսաստանը եւ Չինաստանը, անհամեմատ ավելի մեծ շահեր ունի Չինաստանը, բայց Ռուսաստանի հետ կապված նա Ռուսաստանը պաշտպանական համակարգեր էր տալի, հարձակողական զենքեր էր տալի, որը առիթը կարող էր օգտագործել Միացյալ Նահանգները, ասել ես ինչ ես անում, դու բերել ես պլացդարմ ես սարքում Ամերիկայում իմ դեմ, իմ թիկունքից հարված ես հասցնում, եւ այն ինչ որ տեղի ունեցավ, շահագրգռված է, հետաքրքրված է նավթով, արդեն խոսում է, որ այդ նավթը իրանք կարծունահանեն, այդ ամեն ինչը գիտենք, բայց չի խոսում, որ Վենեսուելան բերեք դարձնենք 51-րդ նահանգ։ Հեռավորությունը նույնն է, գրեթե։ Այնպես որ սա արդարացում չի, որովհետև սա նշանակում է դու տարածք ես վերցնում Եվրոպայից, իսկ սա նշանակում է, եթե դու Եվրոպայի հետ կոնֆլիկտ ես ունենում, Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնում է ռեգիոնալ պետություն, իսկ այդ ռեգիոնը Եվրոպայից առանձնանում է օվկիանոսով։ Այդ ժամանակ իրան պետք է ասեն, իսկապես դու գնաս զբաղվի այդ գործերով, բայց երբ որ ինքը Եվրոպայից ձեռք քաշի դառնա ռեգիոնալ պետություն, այդ ժամանակ Խորհրդային Միությունն էլ Չինաստանն էլ ընենց օին կդնեն Լատինական Ամերիկայում։ Այդ ժամանակ կհասկանա, թե ինչ արեց, որովհետև կարող է մի հատ Դոնալդ Տրամփը ասի, այդ որ Ամերիկան, որ ասում է, այս աշխարհամասը մերն է եւ այլ, քանի պետության հետ ինքը ունի բարեկամական հարաբերություններ։ Կոնկրետ կարող է պետության անուններ տա, որոնք համարեն Ամերիկան իրենց բարեկամ երկիր։ Անկամ Արգենտինան չի։ Արգենտինայի նոր նախագահը, որ ընտրվեց, ինքը իր ծառայությունն առաջարկեց BRICS-ի, որ չմիանա, եւ մեկ էլ, ասենք, Թրամփի հետ հանդիպեց, եւ մեկ էլ ինքը հիմա ողջունեց Վենեսուելայի հետ կապվածը։ Բայց այնպես չի, որ Արգենտինան ինքը հետ ուղղությամբ էր։ Այս նոր նախագահը ուղղակի այդպիսի քաղաքականություն տարեց։ Արգենտինան էլ չի կարելի համարել Ամերիկայի համար բարեկամ պետություն։ Եթե տենց էլ էր նա չէր ցանկանում BRICS-ի անդամ դառնա, դիմումը գրել էր, մտնում էր արդեն։ Դեկտեմբերի ընտրությունը չլներ, արդեն մտածեր։ Ընտրությունում եթե չպարտվեր։ Այսինքն սա ուղղակի ասում եմ նրա համար, որ շատ վատ տարբերակ է ընտրել, Դոնալդ Տրամփը այսօրեն վերելքը, որ ունի նոր աշխարհակարգի հետ կապված, այդ վերելքը կոտրում է մեկուսացումով, որովհետև հիմա իր դեմ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Եվրոպա, Լատինական Ամերիկայի երկրներ, ինչի՞ տա պետք է այդքանի տակ մտնես, որ ինչ անես էլի։ Եվրախորհրդարանը կարող է սառեցնել ԵՄԱՄՆ առևտրային համաձայնագիրը Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի սպառնալիքների պատճառով։ Համաձայնագիրը անընդունելի էր գրեթե բոլոր կուսակցությունների համար, քանի որ այն համարվում է չափազանց բարենպաստ Վաշինգտոնի համար։ Այն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այն ներկայացրել էր որպես Թրամփի աջակցություն հայտնելու միջոց, սակայն Թրամփն ակտիվացրել է իր հռետորաբանությունը, հայտարարելով, որ մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով եւ բազմիցս հրաժարվելով բացառել ռազմական միջամտությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է կասեցվի։ Իհարկե, այս համաձայնագիրը համարենք ընդհանրապես տնտեսական գործարք, բայց հասկանում եք ինչ է նշանակում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ասեն բերեք հարաբերությունը վերանայենք։ Հաստատ դա Ամերիկայի շահերից չի բխել։ Կտոժի ամբողջ մոլորակը, խոսք չկա, կտուժի Եվրոպան,
Բայց ամենաշատ կտուժի Միացյալ Նահանգները։ Ես ուղղակի ապշում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է հանդուրժի, որ Դոնալդ Տրամպը սես քայլի գնա։ Ես չգիտեմ, աղոթել են, ինչ են արել, ինչ որ բան է կատարվել, թե իրանց մոտել են ինչ որ օդից նյութեր բաժանում, որ սենց հանգիստ ձևով ասում են, լավ, ինչ անում ես արա։ Գրենլանդիայի կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, պահանջելով վերջ դնել ԱՄՆ-ի արհամարհական վերաբերմունքին։ Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ուզում լինել դանիացիներ, մենք չենք ուզում լինել գրենլանդացիներ։ Չէ, մենք ուզում ենք լինել գրենլանդացիներ, հայտարարել են նրանք։ Հիմա նախ իրանք Գրենլանդիայի հիմնական 99%-ը հենց գրենլանդացի էսկիմոսներն են, իրանց լեզվով ասած կահալիտները, եւ խնդիրը ինչն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն մի բնակչին 57,000 բնակչից ամեն մեկին $100,000 փող տա։ Բացի պետությանը փող տալը, որ որոշում կայացնեն, ամեն մի բնակչին պատրաստ է $100,000 փող տա։ Եթե տանը 2 կամ 3 կամ 5 մարդ է ապրում, արդեն պատկերացնում եք ինչ գումար է տալի, եւ այդ մարդիկ դեմ են։ Դոնալդ Տրամպը $1 միլիոն քանի որ հանեց գրին քարտը, դե վերջնական չի վերացել, ուղղակի ինքը կասեցրել է, որտեղ ամբողջական դադարեցնել է կոնգրեսը պետքա որոշի, բայց կասեցրեց, որպեսզի իր $1 միլիոն քաղաքացիության հնարավորություն տալ է այդ գրին քարտը, այսպես ասած գոլդ քարտը մարդիկ առնեն։ Այսինքն $100,000 տալիս է ամեն քաղաքացուն, $1 միլիոն էլ օգնում է, որ նրանք ավտոմատ ձևով դառնան Ամերիկայի քաղաքացի ու չեն համաձայնվում, ժողովուրդ ջան։ Ասում են ոչ, մենք մեր հայրենիքը ուզում ենք պահենք։ Դուք պատկերացնում եք, թե մենք ինչքան պետք է աճենք, որ հասնենք էսկիմոսներին։ Փակ գաղտնի քվեարկություն անցկացրեք Հայաստանում։ Քանի մարդ ոչ թե Ամերիկային, այլ Թուրքիային ու Ադրբեջանին կվաճառի իր գույքը $100,000 դիմաց։ Որ ուղղակի ասի $100,000 տուր, ես էլ տամ քեզ։ Ես էլ ծախեմ այս հարիվների վրա ծախեմ, թող գնա։ Գրենլանդիայի բնությունը այդ անունն է Գրենլանդիա, ժողովուրդ ջան։ Գրինլանդ որպես կանաչ երկիր։ Այդ ուղղակի թյուրիմացություն էր, որ Էրիկ Շիկայերն եկել էր, իջավ, այդ պահին մի քիչ կանաչել էր, ասեց, այս կանաչ է։ Չնայած այդքան էլ կանաչ չէր տեսել։ Ուղղակի բլեֆ արեց, որ գնա բացատրի Իսլանդիային, մեկ էլ Նորվեգիային, որպեսզի իրան կան ներդրում անեն։ Ավելի շատ դա գովազդային բան էր, էլի դա անունը։ Հա բայց գիտենք չէ, այդ ինչ երկիր է։ Այդ ինչ սառույց է, այդ ինչ սառնամանիք է։ Բա Հայաստանի վարչապետը կանգնում ասում է, Սև լճի մոտի տարածքը ասում է, կարող է գնալու ենք այդ ձմեռվա կեսին այդ ցրտի մեջ այդ բանը տարածքը պահենք։ Բա դա մեզ պետք է։ Դե դուք պատկերացրեք, թե ինչ է նշանակում, հիմա մարդիկ նայում են ու մտածում են, ասում են, այ մարդ, Հայաստանից մի քիչ տարեք այնտեղ քաղաքացիություն տվեք Գրենլանդիայում, 15 րոպեին վաճառեն Ամերիկային։ Դե հիմա նայեք, թե մարդիկ ոնց են պահում իրանց երկիրը, իրանց սառցակալած երկիրը։ Ամերիկային չեն հանձնվում, Ամերիկայի մեջ չեն մտնում, Ամերիկայի քաղաքացի չեն դառնում, որ ուրիշները երազում էին, որ Մեքսիկայով գնում են բանտնգնելով 1000 մի տանջանքով գնացել են Հայաստանից, Գրենլանդիայից չէ, որ Ամերիկայի քաղաքացի դառնան։ Էսկիմոսը ասում է հաջող, մեր հողը չի վաճառվում։ Պետք է մի հատ դասընթաց անցկացնել, մի հատ նորմալ նավ բերել, լցնել մեջը այս մարդկանց, տանել մի հատ ցույց տալ, հայրենիքը ոնց են պահում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ իրեն համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։ Ես հավանաբար Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչն եմ, դժվար է պատկերացնել ավելի ամերիկամետ քաղաքական գործիչ։ Լեհաստանը Միացյալ Նահանգների բացառիկ հավատարիմ դաշնակիցն է։ Ես կարծում եմ, որ երբ դու նման դիրքորոշում ունես, չպետք է ոչինչ անես անմիջապես, այլ պետք է արտահայտես քո կարծիքը։ Ընկերների շրջանում պետք է անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչն է քեզ դուր գալիս եւ ինչը ոչ։ Այսինքն Դոնալդ Տուսկը բացատրում է, որ ինձանից ամերիկամետ մարդ էլ չփորձեք գտնել։ Բայց ես գտնում եմ, որ դա սխալ է Գրենլանդիայի հետ կապված։
Եվ ի վերջո ժողովուրդ ջան, մենք մտածում ենք նոր աշխարհակարգ, մենք մտածում ենք, որ Հայաստանի համար անվտանգային երաշխիքներ, որ 20 տարուց ավել խոսել ենք, որ Հայաստանը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական, տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն հաստատի։ Պարզա չէ, սպասելիքները, ակնկալիքները Ամերիկայից է եղել, հաստատ Գրենլանդիայից չի եղել։ Բայց սկզբունքը մեկն է, ժողովուրդ ջան, կամ ունես սկզբունք, կամ չունես։ Ըստ գավառական ճարպկության տեղ չի։ Եթե Ամերիկան նույնիսկ խախտում է մի բան, որ քո սկզբունքին դեմ է, դու ասում ես հարգելիս, բա դու ինչով ես տարբերվում Պուտինից։ Եթե Պուտինը կանգնում ասում է իմ հարևան տարածք եմ մտնում, բա դու գնում ես քեզանից 3000-ից 4000 կիլոմետր հեռավորության վրա տարածքն ասում ես իմ հարևան տարածքն է։ ՆԱՏՕ-ի անդամ երկիր ես ուզում մտնես, օկուպացնես։ Մենք ասենք դու ճիշտ ես անում, որովհետև դու ամերիկան ես, որովհետև ես գտնում եմ, որ Ամերիկայի հետ մեր հարաբերություններն ավելի լավ է, քան Ռուսաստանի։ Չի կարող տենց բան լինի։ Այլապես ես կդադարեմ օբյեկտիվ լինել, այդ դեպքում հարցազական, բայց ինչի եք լսում։ Իմաստը ո՞րն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողի հնչած հարցին, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ ողջ աշխարհի հետ ինքն էլ է հետևել, թե ինչպես է հրամայել Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնել, ապա Զելենսկին հավելել է, եթե բռնապետի հետ այդպես է գործում, ապա Միացյալ Նահանգները գիտի թե ինչ անել հաջորդիվ։ Թվում է, թե նա ուզում է, որ դուք գնաք եւ գերի վերցնեք Վլադիմիր Պուտինին։ Կհրամայեք երբևիցե գերեվարել Պուտինին։ Թրամփը պատասխանել է. «Դե չեմ կարծում, որ դա անհրաժեշտությունը կլինի։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, սակայն այժմ շատ հիասթափված եմ։ Ես կարգավորել եմ 8 պատերազմ, մտածում էի, որ սա էլ կլինի հեշտերից մեկը։ Գիտեք, վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրեցին 31,000 մարդ, որոնցից շատերը ռուս զինվորներ էին, եւ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Կարծում եմ մենք ի վերջո կկարգավորենք այն»։ Դոնալդ Թրամփը նաև հավելել է. «Ակնհայտ է, որ նախագահ Պուտինը չի վախենում Եվրոպայից, նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը ղեկավարվում է իմ կողմից։ Եվրոպայից վախ չկա, գիտեք, Եվրոպան հետ է մնացել», ասել է Թրամփը, նշելով, որ ինքը այնուամենայնիվ սիրում է Եվրոպան եւ որ իր արմատները Եվրոպայից են։ Վայ, լավը արմատը հիշեց, այ մարդ։ Երեք հիշացնում էի, ասում էի, ընկեր, դու Գերմանիայից ես գնացել, էդ ի՞նչ ձևի ես պահում քեզ Եվրոպայի հասցեին։ Կանգնում ասում Մարկո Ռուբիոն, արյունը կուբայական է։ Նրա արյունը հիշել է, որ Մարկո Ռուբիոյինը կուբայական է, բայց չի հիշել, որ Իրանը եվրոպական է։ Բարեբախտաբար այսօր ասեց, գոնե սկսում եմ կասկածել, որ իմ ալիքը նայում է։ Թե չէ հնարավոր չէր մի օրվա մեջ սենց մի անգամից կամ կարող է կողքից գլխի են գցել, ասեն ընկեր ջան, այդ ինչ ես ասում։ Հիշել է, լավ, արմատները Եվրոպայից են, ապա հայտարարել է, որ Եվրոպան պետք է իր գործունեությունը կարգավորի։ Հիմա նրանք սկսել են, նրանք ունեն ՆԱՏՕ-ի հիանալի առաջնորդ եւ նրանք դե ճիշտ է ասում, որովհետեւ եվրոպացի է ՆԱՏՕ-ի հիանալի առաջնորդը Հոլանդիայի վարչապետն էր, չէ՞, Մարկ Ռյուտեն։ Եվ նրանք հնայի 2%-ը բարձրացրել են 5%-ի։ Դա մեծ քայլ է, բայց նրանք պետք է շատ զգույշ լինեն իրենց ներգաղթային քաղաքականության մեջ։ Իհարկե հասկացանք, որ այնուամենայնիվ ինքը խոսում է նրա մասին, որ ինքը կարող է, բայց եթե պետք է լի Վլադիմիր Պուտինին գերի վերցնի, դեռ այդ ռիսկը չունի իհարկե, բայց ամեն դեպքում արդեն կամաց հասկանում է, որ այնտեղ այն վիճակը չի Ռուսաստանի վիճակը, այսօր գործնականում Ռուսաստանին ինքն է պահում։ Տնտեսության վիճակը թվեր են, փաստեր են կարելի վերցնել, նայել թե ինչա կատարվում, թե ինչ խայտառակ վիճակի առաջ են կանգնած։ Այս ձմեռվա կեսին ինչ խնդիրների առաջ են կանգնած։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. Ուկրաինայի որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը, լինի դա եվրոպական երկրներից թե ՆԱՏՕ-ից, ամբողջությամբ անընդունելի է Ռուսաստանի համար։ Եվրոպական իշխող հիմարները դեռ պատերազմ են ուզում Եվրոպայում։ Հազարավոր անգամներ ասվել է, որ Ռուսաստանը չի ընդունի որևէ ռազմական կոնտինգենտ եվրոպական երկրներից կամ ՆԱՏՕ-ից Ուկրաինայում։ Դե եկեք, այդ դեպքում այդպես կլինի, հավելել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը, կցելով օրեշնիկ հրթիռային հարվածի տեսանյութը։ Այսինքն ակնհայտորեն ցույց է տվել, որ օրեշնիկով հարվածը իբր թե Պուտինի
ներողություն, կեցավայրին հարվածելու համար է ինքը պատասխան հարված հասցրել, ուղղակի ուժի ցուցադրում էր մանավանդ Լվովին հարվածելու համար, որը մոտ է Եվրոպային, որպես իրանք պատկերացում կազմեն իրականում ինչ է անում։ Բայց երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, երբ որ գնանք խաղաղության, Եվրոպան պետք է պահի Ուկրաինայի անվտանգությունը զինադադարից հետո, իսկ այսօր Ռուսաստանից կանգնում ասում են թույլ չենք տալու, խփելու ենք Արեշնիկով եվրոպական խաղաղապահներին։ Բա Դոնալդ Տրամփ հետ չես մտածում, որ սա քեզ են խփում, Եվրոպային ինչ են խփում։ Էլ ինչ ասեն, որ հասկանաս, որ այդ մարդիկ խաղաղություն չեն ուզում։ Քո ներվերն են ստուգում, եթե իհարկե այդ ներվերը բոլորի հետ կապված կիրառելի է, բացի Ռուսաստանից։ Իսկ հիմա նայենք, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է. մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանի եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղություն կնքելու համար։ Ֆիդանի խոսքով ԱՄՆ նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին։ Սա վերաբերում է ամեն ինչին Ռուսաստանից մինչև Ադրբեջանա-Հայաստանյան սահման, Սիրիայից մինչև այլ շրջաններ, հավելել է Ֆիդանը։ Իսկ հիմա հասկանանք, խոսքը մենակ չի գնում Սիրիայից եւ այլ շրջանները դնենք մի կողմ։ Հիշում եք վերջերս Ադրբեջանից ասեցին, որ միայն սահմանադրությունը փոխելը բավարար չէ, որովհետև դեռ Հայաստանը պետք է կատարի թրիպի հետ կապված իր պարտավորությունները։ Այսինքն ընդգծված ցույց տվեց, որ Հայաստանին պարտադրել են եւ իրանք են պարտադրել Ամերիկայի միջոցով, որ այդ պարտավորությունները ստանձնի, անխոչնդոտ ճանապարհ տա Ադրբեջանի մայր տարածքից մինչև, ասենք, Նախճեվանի հետ կապը։ Եվ դա հատուկ ասեց, մինչև դա չկատարեք, մենք խաղաղության փաստաթուղթ չենք ստորագրելու, ընդգծելով, որ այո, Հայաստանին դա պարտադրված է, Հայաստանի ցանկությունը չէր դա, ոնց որ ներկայացնում են, տեսակ ինչ արեցինք։ Դրան իհարկե արձագանք չեղավ Հայաստանից։ Հիմա Հական Ֆիդանը, որը Թուրքիայի արտգործնախարարն է, Թուրքիայի վերաբերմունքը գիտեք, Թրամփի վերաբերմունքը Թուրքիայի հետ կապված, որը մեզ համար շատ մտահոգիչ է, Եվ ինչ է ստացվում, ինքը ասում է, որ այո, մենք գիտենք, որ Հայաստանի վրա են ճնշում, որպեսզի Ադրբեջանի պահանջը կատարի։ Հիմա սրան Հայաստանի իշխանությունները ասելիք չունեն։ Թող կանգնի ասի այս ստախոսներ, տենց բան չկա։ Թրամփը մեր բարեկամն է եւ մեր ուզածն է ինքը արել, ոչ թե Ադրբեջանի։ Հայաստանում քանի հրապարակային գործի չհասել, Ամերիկան ճնշեց Ադրբեջանին, տեսակ Փաշինյանն ինչ արեց, հիմա Փաշինյանին Հական Ֆիդանը հանելա ջրել ես, դե պատասխանի, ինչով է զբաղված, ամբողջ աշխարհաքաղաքական այս վիճակում ինչով է զբաղված, Ֆիդանինով պետք է պատասխանի, ասի ոնց թե մեր վրա ճնշում է, իսկ ինչ Ամերիկայի չասեցին, որ մենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերը ճշտում ենք Թուրքիայի հետ ենք համաձայնեցնում բոլոր քայլերը, այս բոլոր բաները մենք չենք լսել։ Եվ անդադ այդ մտահոգությունից խոսում ենք, Հայաստանի իշխանությունները ինչով են զբաղված, իրանց համար զբաղմունք են գտել։ Հանեց չի, որ ինքը պարապ նստած է, Ժորժ ջան, չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է Հայաստանի Ծառայելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվը հասել է 16-ի։ 10 դարել է 16։ Լուրջ ձեռքբերումը։ Իմ եղբայրական աջակցության զորակցության խոսքերը եւ հարգանքներից հավաստիկը բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա հայրեր, նաեւ ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյա Ծառայելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։ Նաև կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Իհարկե երեկվանից սկսած Ասուաննը տալով ֆրֆռումը, Աստված էսպես եւ այլ, ու տանում ես կողքդ բարենորոգման առիթով, տանում ես նստացնում ես Նավասարդ arczepiskopos Կճոյանին, չէ՞։ Բայց նույն Քրիստոսի անունը տալիս ես Երուսաղեմ էշով չմտավ։ Բենտլիով չմտավ, չէ՞։ Բանը որ տալիս ես հետ չհիշեցիր, ինչոց է։ Եթե դու ասում ես, որ նորոգումը ոչինչ թող լինի ամենակոռումպացված օֆշորային սկանդալի մեջ թաղված Նավասարդ Կճոյանը թող գա կողքս նստի մենակ իմ ուզածնանի, վերջ պրոբլեմ չկա, դրանով դու կատարում ես կոպտագույն սխալ ընտրություններից առաջ։ Որովհետև դու ասում ես ես միջոցի առաջ կանգ չեմ առնելու, ունեմ նպատակ, նպատակին հասնելու համար միջոցի առաջ կանգ չեմ առնելու։ Այո, ամենակոռումպացվածը թող գա կանգնի,
համաձայն ենք, անում ենք կոռումպացվածի հետ, ամենասկանդալային կերպարի հետ, բայց այդ դեպքում հարց Ձեր ամբողջ քարոզչությունը նրա վրա է կառուցած, որ մեկը մի բան խոսա, ասեք, բա հիշում եք երեք ես էիր ասում, այսօր ես ասում։ Կամ այդ ով է կողքներդ կանգնած, դուք եք լավ բաներից խոսում, բայց այս կողքներդ ով է։ Հիմա այդ ամբողջը ինչի կա դառնում։ Այդ ամբողջ ասածը ինչի։ Որտեղ եթե դու ասում ես, որ նպատակի առաջ, միջոցի առաջ կամ չենք առնում նպատակին հասնելու համար։ Դա նշանակում է դու քաղաքական դաշտին ասում ես, եթե դուք նպատակ եք դրել Նիկոլ Փաշինյանին հեռացնել, միջոցի առաջ կանք մի առեք։ Գնացեք, համախմբվեք, Փաշինյանին ուղարկեք տուն։ Ու այդ դեպքում նույնիսկ եթե պետք է կարող եք սատանայի հետ պայմանավորվել, որովհետև ոչ մեկը սատանային Բենտլիով չի տեսել։ Ոչ մեկը սատանային չի բռնացրել օֆշորային սկանդալի վրա։ Այդ դեպքում պետք է ասեք, բա մենք առավոտից երեկով մարդկանց բացատրում են, շատ-շատերն ասում են, որ բա ինչու չեք միավորվում սրա հետ, նա հետ ասում եք ինչ եք խոսում։ Պետք է իմանաս ինչը ինչի հետ ես փոխում։ Սահմանադրության 115-րդ հոդվածն ասում է, եթե դու քո տեխնացուն ներկայացնում ես անվստահություն ես հայտնում վարչապետին, քո տեխնացությունը որ չանցավ, այսինքն նշանակում է այդ անվստահությունը չանցավ, այսինքն դու պետք է իմանաս, քոնը պետք է ձայն հավաքի, ոչ թե նա վատն է, այլ քոնը պետք է լավը լինի։ Եթե քոնը լավ չի, նա մնում է։ Այսինքն ինչը ինչով ես փոխում եւ ումով ես փոխում։ Պարբերաբար մենք ասել ենք եւ շատերին մերժել ենք այդպես, որ ասել են եկեք միանանք Փաշինյանին գցենք, ասել ենք բա ում ենք բերում։ Լա մի հատ նայեք դուք ում եք առաջարկում։ Այսինքն ինչ է ստացվում։ Այդ գաղափարը, որը սահմանադրական նորմա, նաեւ մեր կյանքում է, չէ՞ կիրառելի։ Ինչը ինչի հետ ենք փոխում։ Այսօր մարդիկ պետք է կանգնեն, ասեն, Ժորժ ջան, մի րոպե։ Մենք ուզում ենք Փաշինյանը հեռանա։ Վերջ, եկեք համախմբվենք Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ։ Միջոցի առաջել կանգ չեն։ Բա մի րոպե, բա մեկը ռուսամետ, մեկը ուզում է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմ, մեկը չգիտես ինչ է ուզում անի, մեկը չգիտես երկրի գլխին ինչ օիններ է բերե։ Ուրեմն բավական է ինքը կանգնի ասի բերեք Փաշինյանին հեռացնենք, ամբողջ քաղաքական դաշտը գլխապատառ տիգնա միանա իրաց։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինչ է իր գլխին սարքում։ Երբ որ ասում է ամենավերջի կոռումպացվածն է թողգա կողքս կանգնի, ուրեմն վերջ պրոբլեմ չկա։ Այդ դա ահազանգա ամբողջ քաղաքական դաշտին։ Մենք միևնույն է դրանով չենք շարժվի, այդ տեր մնացել որ Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվենք, բայց Նիկոլ Փաշինյանը այդ առիթը տալիս է քաղաքական դաշտին ու շատ վատ օրինակ է ծառայում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։